Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Avenue Consulting Group ընկերության բաժնետեր Հայկ Չոբանյանն է, ողջույն պարոն Չոբանյան, մոռացա տավոշի մարզպետը, բայց կխոսենք նաև դրանից, եթե ժամանակ ունենանք, տեղեկատվական տեխնոլոգիան է, այսօր համաձայնվեք պարոն Չոբանյան, բավականին մեծ զարգացման տեմպերի վրա են ամբողջ աշխարհում, չկա օր, որ այս ոլորտում մի նորույթ չլինի եւ իրականում նաեւ տեսնում ենք, որ երկրները հատկապես խոշոր մրցակցում են նորարարություններ ստեղծելու եւ դա վաճառելու մարդկանց կյանք մտցնելու համար, ոչ միայն տնտեսություններ ներմուծելու, այլև վաճառելու անհատ մարդկանց։ Կուզեի ասեք Հայաստանի Հանրապետությունը ձեր գնահատմամբ այս իմաստով որտեղում է գտնվում, ինչ խնդիրներ են առկա այս ոլորտում, հետո կանդրադառնանք այլ հարցի։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ երկար ժամանակ չենք խոսել եւ այսօր առիթ է կիսվելու։ Իհարկե անմասն չեմ այսօր այդ ամեն ինչից, բայց ավելի կուլիսների հետևում այսօր կփորձենք դա մեկնաբանել կուլիսներից այս կողմ։ Ոլորտը սկզբից ես կխոսեմ, այսպես ասած, առավելությունների կամ հնարավորությունների մասին, բայց կցանկանամ, որ հատկապես կանգ առնենք մարտահրավերների եւ անելիքների վրա։ Հայաստանը վերջին տարիներին շարունակում է արձանագրել բավական լավ տեմպեր տեխնոլոգիական ոլորտում, եթե այսպես գլոբալ չառանձնացնելով ոլորտում որևէ այլ ուղղություն, որն է ավելի ռազմավարական, որը չէ, դրան կանդրադառնանք երկրորդ մասում, եւ բնականաբար այդտեղ շատ խթանիչ դեր խաղաց 2022 թվականը իր իրադարձություններով, հատկապես ռուսական բիզնեսի ներհոսքով եւ այլն, դա բարենպաստ էր, շատ, եթե չասենք, որ խիստ բարենպաստ էր Հայաստանի ներմուծվեց այսպես մարդկային ներուժի մասին է առաջին հերթին խոսքը, այսինքն որպես կանոն գնահատվում է կազմակերպությունների քանակով, ֆինանսական շրջանառությամբ եւ այլն, բայց պետք է հասկանանք, որ տեխնոլոգիական ոլորտը առաջին հերթին մարդու մասին է, որը իր հետ բերում է գիտելիք, փորձառություն, մշակույթ, այդ թվում ծառայությունների մշակույթ, բերում է կապեր, այո, շատ ճիշտ եք, վերջապես այդ մարդկանց հետ գալիս են իրենց ընտանիքի անդամները, որոնք այլ ոլորտի մասնագետներ են եւ դա ոչ միայն տեխնոլոգիական էքսպանսիա է, այլև ընդհանրապես մարդկային ռեսուրսի էքսպանսիա է եւ այդտեղ մենք որոշակի անելիքներ ունեինք, որ շատ լավ չարեցինք, բայց այնուամենայնիվ իսկապես 22 թվականի այդ հոսքը, որը շարունակվեց 23 թվականին եւ ամենաբարձր ցուցանիշները այդ առումով արձանագրվեցին 23 թվականին եւ հատկապես այդ միգրացիայի ազդեցության ներքո շատ մեծ նշանակություն ունեցան ոլորտի շարունակական զարգացման վրա։ Բայց պետք է արձանագրենք, որ աշխարհում ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտը հիմա նույնիսկ այդպես ավելի ճիշտ է կարճ թեք անվանել, որովհետև այսպես տեխնոլոգիան մի քիչ ավելի սահմանափակ է դիտարկվում այդ տեսանկյունից, բարձր տեխնոլոգիական ոլորտը աշխարհում տրանսֆորմացիա է ապրում։ Եվ դա կապված է երկու խոշոր հզոր ուղղությունների հետ, որը ոչ միայն շատ հորդ անձրևի է նման, այլև դա ակսելերացիոն process է եւ ինչպես ճիշտ նկատեցիք, ամեն օր մենք փոփոխություն ենք տեսնում, ամեն օր առաջընթաց ենք տեսնում, ամեն օր նորություն ենք տեսնում։ Եթե ավելի ճիշտ գնահատենք, ամեն օր ավելի շատ մեծ փոփոխություն եւ առաջընթաց ենք տեսնում։ Դա իսկապես ակսելերացիա է եւ այդ երկու ուղղություններից առաջինը բնականաբար արհեստական բանականությունն է, երկրորդը դա 5-րդ սերնդի արդյունաբերությունն է, որը նոր սկիզբ է եւ մենք գտնվում ենք այդ երկու խաչմերուկում, արդյունաբերական խաչմերուկում, արդյունաբերություն 4-ից դեպի արդյունաբերություն 5 եւ արհեստական բանականության մարտահրավերների ներքո առկա խաչմերուկում եւ նաեւ այդ առումով վերջին շրջանի իրադարձությունները հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքական փոփոխությունը, քաղաքական կուրսի փոփոխությունը եւ պետական ինտերվենցիան բերեց նրան, որ դա լրացուցիչ ակտիվացրեց ագրեսիվությունը աշխարհում ընդհանրապես այս ոլորտի նկատմամբ։ Կարծես հիմա
ավելի մեծ թափով այն մրցավազք է դարձել աշխարհի տարբեր երկրների եւ տարբեր խոշոր խաղացողների միջև։ Եվ այս իրավիճակում մենք եւս պետք է վերափոխվենք։ Մենք եւս պետք է ռազմավարական մոտեցում ցուցաբերենք մեր ոլորտին։ Իսկ ինչ ծանրության խնդիրներ կարող են լուծել Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը ռազմավարական բնույթի թե, չգիտեմ, ասենք ավելի թեթև, այսինքն մեր պետության կշիռը ինչքանով կարող են բարձրացնել, որովհետև կան ընկերություններ, որոնք մի ամբողջ երկրի անուն են բարձրացնում եւ այդ երկրի անունը տվյալ կազմակերպության կողքին միշտ շեշտվում է որպես հաջողված բրենդ։ Հայաստանում կան նման ընկերություններ եւ դրանք ինչ որակի եւ ծավալի խնդիրներ կարող են լուծել։ Համաշխարհային ծավալի խնդիր կարող են լուծել։ Կարճ ասեմ այո, բայց փորձեմ որոշակի անդրադարձ կատարել ձեր հարցադրմանը։ Հենց հայկական արդյունաբերությունն է հատկապես, որը որ որոշակի առումով վստահություն է ներշնչում այս մարտահրավերային իրավիճակում։ Այսինքն արդյունաբերության Հայաստանի այդ ոլորտի արդյունաբերության եւ այդ ոլորտի ընկերությունների գոյությունը եւ բարեբախտաբար ընկերությունների 1 տասնյակից ավելին վերջին տարիների ընթացքում հատկապես շեշտադրել են իրենց պրոդուկտների մեջ արհեստական բանականության կիրառումների վրա կամ դրանք ուղղակի վերաբերում են արհեստական բանականությանը, որը շատ լավ է, որ ընկերությունները այդ ռազմավարական որոշումը տարիներ առաջ ներկայացրել են իրենց համար եւ ակնհայտորեն Հայաստանը այդ քարտեզի վրա ոչ շատ պայծառ, բայց դիրք ունի եւ այն ինչ որ մենք ունենք եւ ինչով որ մենք ասող կարող ենք ոչ թե ուժեղը զգալ, ոչ միայն ուժեղը զգալ, այլև ինչ որտեղ ասել, որ մենք դերակատարում ունենք, դա հենց շնորհիվ արդյունաբերությանը եւ հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների։ Վերջին տարիների թվային տվյալները, ասենք 1 միլիարդի շեմի անցումը եւ 2 միլիարդի շեմի անցումը եւ այլն, դա ցույց է տալիս, որ ոլորտը իսկապես ակտիվ է զարգանում, ընկերությունների թիվը, արդյունաբերական ծավալը, ընկերությունների թիվը, ստեղծվող ընկերությունների քանակը եւ այլն, դա ցույց է տալիս, որ արդյունաբերությունը գտնվում է բավականին կայուն զարգացման մեջ։ Եվ ասեմ ձեզ, որ այն ցուցանիշները, որոնք մենք տարեկան ունենք, միջինում մինչև 20% տարեկան աճ եւ 23 թվականին շատ հաստատուն աճը, դա ցույց է տալիս, որ իսկապես մենք կարող ենք այդ քարտեզի մեջ նույնիսկ առաջնային տեղ գրավել այդ զարգացման տեմպերի տեսանկյունից, որովհետեւ շատ քիչ երկրներում կան այդպիսի տեմպեր։ Այլ բանա թե այդ տեմպերի մեջ մենք ուր ենք հասել եւ ինչքան է մեր արդյունաբերական ծավալը ընդհանրապես։ Ընդհանրաբան կա այդպես ավանդույթ կա, չէ, Իսրայելի հետ համեմատվելու, շատերը չեն սիրում դա, ես շատ հավանում եմ այդ համեմատությունը, որովհետեւ ռազմավարական տեսանկյունից շատ համահունչ է մեր երկրների դիրքը, մեր երկրների արժեվ կանգնած մարտահրավերները եւ մենք պետք է համատվենք եւ 8 միլիոն բնակչությամբ Իսրայելը շատ ավելի մեծ կարգի ներգրավում ունի տեխնոլոգիական ոլորտում, գիտահետազոտական ոլորտում, ստարտափ էկոհամակարգում եւ այլն, այնպես որ սա ինչի համար ես մեջ բերեցի, որպեսզի մենք պատկերացնենք, որ այդ հնարավորությունները շարունակում են լինել շատ մեծ Հայաստանի համար։ Ձեր հարցադրումը հատկապես վերաբերում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին, կարծում եմ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները իրենք անում են առավելագույնը եւ այս պահին իրենք շատ մեծ անելիքներ չունեն եւ համոզված եմ, որ իրենց եւ ինչքան էլ որ տեղյակ եմ, իրենց մենեջմենտը եւ որոշում կայացնողները ընկերություններում շատ ուշադիր ուշով հետևում են այն փոփոխություններին, որոնք կատարվում են աշխարհում։ Այստեղ իմ կարծիքով ուղղակի այս փոփոխությունները այնքան համակարգային են, որ անհրաժեշտ է քաղաքականություն եւ համախմբում այս թեմաների շուրջ ոլորտի, ակադեմիայի, այսինքն համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների, ընդհանրապես կրթության ոլորտը ասենք, որովհետեւ հանրակրթությունն էլ այստեղից անմասն չի, ընդհանրապես կրթության ոլորտի, որը առաջնային տեղ պիտի գրավի առաջիկա տարիներին մեր պատրաստվածության աստիճանի վրա, եւ երրորդը այն ռազմավարական ուղղությունների, որոնց վրա հատկապես պետք է
պետությունը շեշտադրում դնի եւ իմ կարծիքով դրանք պետք է լինեն հենց այդ երկու իմ նշած ուղղությունները, դա արհեստական բանականության կիրառումն է ոչ միայն արտադրական տեսանկյունից, այլև ծառայությունների երկրում տարբեր process-ների իրականացման տեսանկյունից եւ Industry 5.0 կամ 5-րդ սերնդի արդյունաբերությունը եւ այս առումով դրականը այն է, որ այս առումով եւս մեր մոտ արդեն կան գուցե շատ ոչ մեծ, բայց հետաքրքիր նախադրյալներ եւ այստեղ շատ մեծ դերակատարում է ունեցել հատկապես վերջին տասնամյակում ուրեմն ինժեներական ոլորտը, որը որ նոր ոլորտ է 10-15 տարվա մեջ, եթե չասենք վերածնված ոլորտ է 15 տարիների ընթացքում, որտեղ սովետական ժամանակաշրջանից հետո ինժեներիան գրեթե բացակայում էր, բայց վերջին 10-15 տարիների ընթացքում մենք մեծ ակտիվություն ենք զգում, որը սկսեց արդեն ունեցել ասելու National Instrument-ի Հայաստան այցից, այսօր գիտեք, որ բավականին մեծ թափով գնում է ինժեներական քաղաքի շինարարությունը մի շարք ինժեներական ընկերությունների եւ երկիրը պետք է գնա արդեն արդյունաբերական կամ եթե ասենք ճշգրիտ տերմին ասենք manufacturing-ի, այսինքն 5-րդ սերնդի արտադրական կարողությունների զարգացման, որպեսզի մենք կարողանանք մրցունակ լինել եւ դառնալ տարածաշրջանում խաղացող այս տեսանկյունից։ Եվ 5-րդ Industry 5.0-ի մուտքը այսօր աշխարհ, որի ուրեմն հիմնական ներդրումը կանխատեսվում է մինչև 2040 թվական, այսինքն մինչև 2040 թվական իր մուտքի ժամանակաշրջանն է լինելու։ Կարծում եմ, որ մեզ համար դա շատ հետաքրքիր շրջան է, առաջիկա 15 տարիները դերակատար լինելու եւ վերջապես Հայաստանում վերածնունդ լինի manufacturing-ի կամ արտադրության, որը որ մենք կորցրել ենք 1990 թվականին։ Շատ լավ, կարևոր է ձեր ասած նպատակին հասնելու իմաստով նաև արդի կրթություն ստանալը, ոչ թե մեր դպրոցներում սովորեցնեն, թե ինչպես են միացնում համակարգիչը, այլ այդ համակարգչով թե ինչպիսի խնդիրներ կարող են լուծել երեխաները եւ նաև հետաքրքրություն առաջանա ոլորտի նկատմամբ արհեստական բանականությունը երևի թրենդային թեմա է այս ոլորտում եւ մետան իր արհեստական բանականության ալգորիթմը ծառայությունը ստեղծեց 3 թե առաջին օրը, այսինքն ամեն օր մենք մի նոր դրսևորում ենք տեսնում եւ այնքան ծառայություններ շատ են կարելի է շփոթել ուղղակի, որից պետք է մարդիկ օգտվեն, բայց կուզեի մի քիչ կոնկրետացնենք մեր այսպես խնդիրները հաշվի առնելով եւ առանձնահատկությունները, համաձայնենք, որ արդեն ռազմարդյունաբերությունը եւ արհեստական բանականությունը վստահ եմ առաջատար երկրները փորձել են միաձուլել սրանք, այսինքն ստեղծելով զինատեսակներ, որոնք արհեստական բանականության ներմուծմամբ են աշխատում եւ սրանից դատելով կարելի է ակնկալել նաեւ, որ առաջկա տարիների պատերազմները աշխարհում որ տեղի ունենան, դրանք կարող է մարդու չտեսնել ընդհանրապես եւ ուղղակի պատերազմեն պետությունների ստեղծած արհեստական բանականությունները, հա, ես պատկերացնում եմ, ասենք, ինժեներները ինչ խնդիրներ կարող են տալ, այսպես համակարգչային ծրագրերին, հա, տեխնոլոգիաներին լուծելու, այս իմաստով տենդենսներ կան Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության եւ արհեստական բանականության միավորման, որովհետեւ երևի արդեն սխալ կլինի բավարարվել դրոն թռցնելով, հա, դա արդեն ոչ թե 2020 թվականի բաներ, այլ ավելի վաղ ժամանակներ, ուղղակի մենք այնքան հետ ենք մնացել, դա մեզ անակնկալի էր բերել։ Ձեր հարցի ընթացքում ես փորձում եմ մի քանի կետեր ֆիքսել, որ պետք է ասեմ 5 կետ ֆիքսել եմ արդեն ինձ համար, երկար հարցեր, որը ծնվեց ձեր հարցադրումներից։ Նախ գամ ամենավերջից։ Այո, Հայաստանում կան ռազմարդյունաբերության ոլորտի լուծումներ, որոնք որ օգտագործում են արհեստական բանականություն եւ պետք չի մատերի արանքով նայել ցանկացած նույնիսկ ամենապարզ թվող կամ ամենա այսպես մասսայական բնույթ ունեցող այնպիսի ուրեմն այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ անօդաչու թռչող սարքերն են, որտեղ ես նաեւ լսում եմ տարբեր գնահատականներ, չգիտեմ ով փորձում է ինչ-որ բանով զբաղվի, անօդաչու թռչող սարք է ստեղծում եւ շատ լավ է անում, որ այդպես է անում, որովհետեւ դա շատ ավելի մասսայական կարող է լինել։ Ուկրաինան 2 օր առաջ հայտարարեց, որ
ինքը տարեկան պատրաստ է 1 միլիոնից ավելի անօդաչու թռչող սարքեր։ Ավելի շատ թիվ էին ասում։ Այսինքն ավելի շատ թվեր էին ասում, բայց ասենք ես մի հաղորդագրություն կարդացի կիսապաշտոնական, որ այդպես էր, ինքը պատրաստ է տարեկան 1 միլիոնից ավելի արտադրել։ Եվ ես բավական ծանոթ եմ 2022 թվականից հետո ինչպես էր Ուկրաինան անում դա եւ այսօր ինչպես է անում դա։ Եկեք դրանից էլ խոսենք, հա, որովհետեւ Սարդոստան օպերացիան շատերն են իմաստով յուրաքանչյուր ավտոտնակում արտադրվում էին թռչող անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայում, այսինքն սահմանվել էին մեխանիզմներ, պետությունը, այսինքն որոշ պետություն չասենք, հնարավոր է դրանք ինչ որ տարբեր ինստիտուտներ էին նաև աշխատում, տրամադրում էին կոմպոնենտները մարդկանց, վճարում էին իրենց մեխանիկական կամ ուրեմն ծրագրավորման կամ այլ բնույթի աշխատանք կամ էլեկտրոնիկայի եւ այլն աշխատանքների համար, նայած թե ինչ խմբեր էին, եւ դրանք իսկապես խմբեր էին, դրանք նույնիսկ ձևակերպված կազմակերպություններ չէին մեծամասնությունը։ Էնտուզիաստներ։ Այսինքն ոնց էր ժամանակին արհեստական ինչպես կարող էր լինել, չէ՞, ինչ որ արձանիկներ էին պատրաստում, այդ արձանիկները բաժանում էին մարդկանց, ինչ որ գումար էին վճարում, մարդիկ հարթեցնում էին այդ արձանիկները, բերում հանձնում էին, չէ՞։ Մոտորապես այս ձևով Ուկրաինան սկսեց մասսայական արտադրել։ Պարզա, որ սա սիստեմատիկ արտադրություն չի, բայց սա արտադրական սիստեմա։ Այսինքն եթե վերցնես, ինքը համակարգ է իսկապես, որը աշխատեց եւ այդ տարիների ընթացքում, արդեն 3 տարիների ընթացքում այդ process-ները սկսեցին ավելի շտկվել, այդ process-ները սկսեցին ավելի որակական բարձր մակարդակի գալ, ավելի կազմակերպվել եւ ինքնակազմակերպվել եւ բնականաբար 2025 թվականի հունիսի իրավիճակը չէ անհամեմատելի է, բացարձակ անհամեմատելի է եւ 2024 թվականի հունիսի իրավիճակով եւ 2023 եւ առավելևս 22-ի հունիսյան իրավիճակով ինչ որ կատարվում է։ Այո, նրանց ՏՏ-ն կարողացել է ռազմավարական խնդիրներ լուծել։ Եվ դա կատարվել է կարգով, այսինքն 10-պատիկ, 20-պատիկ ավել կարողություններ են զարգացել եւ սրա կենտրոնում էլի մարդկային ռեսուրսն է եղել, որտեղ իրենք կարողացել են այդ իմ նշած օրինակ համակարգերը տարբեր են եղել, բայց թեկուզ իմ նշած այդ համակարգով իրենք կարողացել են մասսայական արտադրություն ստեղծել այդ մեխանիզմի շնորհիվ եւ դրա արդյունքում պարզավ որ այդ նույն մարդիկ ովքեր որ 2-3 տարի առաջ ընդամենը իրենց ավտոտնակում օրական, չգիտեմ, 1-2 դրոն էին հավաքում, այսօր իրենցից շատերը ունեն իրենց ձեռնարկությունները, արտադրում են հարյուրավոր կամ հազարավոր դրոններ ամսական, որովհետև ժամանակի ընթացքում իրենք եւս սկսում են ուժեղանալ։ Եվ դա պատերազմի ընթացքում։ Եվ դա պատերազմի ընթացքում։ Եվ մենք պետք է շատ հարգանքով եւ հետևողականությամբ վերաբերվենք այն մարդկանց, ովքեր Հայաստանում ցանկություն ունեն եւ հնարավոր է դեռևս այդ կոմպետենցիաները չունեն ամբողջական ցիկլը գնալու, բայց ցանկություն ունեն եւ թեկուզ առաջի քայլերն են կատարում դա անելու եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրենց օգնենք, որպեսզի 1 տարի հետո իրենք բազմապատկեն իրենց հնարավորությունները եւ կարողությունները, 5 տարի հետո եւ 10 տարի հետո իրենք կարող են ունենալ շատ ուրեմն հզոր կարողություններով ձեռնարկություն այդ մարդիկ, որ այսօր փորձում են էլի տնայնագործական եղանակներով ինչ որ խնդիր լուծեն, որտեվ զարգացումը, արտադրական զարգացումը եւ տեխնոլոգիական զարգացումը այդպեսին է։ Դու չես կարող առաջին կետից թռնել հեշտությամբ 5-րդ կամ 15-րդ կետին։ Եթե մենք ուզում ենք օրինակ 5-րդ սերնդի տեխնոլոգիա արտադրել, դա չենք կարող անել, չգիտեմ, մի անգամից, դա պետք է դրան պետք է հասնենք առաջի սերնդի տեխնոլոգիա, սխալվենք, փորձվենք, հասկանանք, որովհետեւ ոչ միայն ռազմական արդյունաբերության, այլ երկակի տեխնոլոգիաների ոլորտում ընդհանրապես շատ կարևոր է գիտակցել, որ բաց տվյալների արկայությունը խիստ ժամանապակ է։ Այսինքն այսօր կարող են մարդիկ գնահատել, որ դրված է, բաց դրված է, կարող եք վերցնել օգտագործել, բայց բոլոր երկրները եւ բոլոր խոշոր ձեռնարկությունները ունեն իրենց գաղտնիքները եւ բնականաբար երկակի տեխնոլոգիաները չեն բացի ուղղակի մարդկանց համար։ Այլ բան է ավելի չգիտեմ, հանրային քաղաքացիական, չգիտեմ, չնայած այնտեղ էլ կոմերցիոն գաղտնիքներ կան, բայց այնուամենայնիվ այստեղ կան իրենց գաղտնիքները։ Եվ օրինակ մեզ համար շատ ուսանելի է այդ առումով, մենք շատ Իսրայելի օրինակներ ենք վերում, ուսանելի է Թուրքիայի փորձառությունը։ 15 տարի առաջ Թուրքիայում նույն վիճակն էր, կամ կարող է 20 տարի առաջ, ասենք, հիմա ժամանակը շատ արագ է թռնում, նույն վիճակն էր եւ շատ դժվարությամբ էր այն ձեռնարկությունները, որոնք որ այդ ոլորտում էին աշխատում, իրենց պրոդուկտները վաճառում իրենց պետությանը, հսկայական բյուրոկրատիա, աջակցություն ընդհանրապես չկար։ Թուրքիան այսօր հարյուրապատկել է 20 տարի առաջվա համեմատ իր կարողությունները եւ այսօր համարվում է
ռազմաարդյունաբերության ոլորտի աշխարհի ամենազարգացող տնտեսություններից մեկը։ Ինչպես կարող է Հայաստանը կրկնել Թուրքիայի։ Մենք պետք է հետևողականորեն աջակցենք բոլոր հնարավոր նախաձեռնությունները։ Մենք պետք է համարձակորեն պատվերներ տանք մեր ձեռնարկություններին, նույնիսկ նրանք, ովքեր որ շատ քիչ կարողություններ այս պահին ունեն, բայց քանի որ տեխնոլոգիաների ոլորտը նախ եւ առաջ մարդկային ռեսուրսի մասին է, մենք պետք է այդ մարդկանց պահենք այս ոլորտում, այլապես մարդիկ գնալու են եւ լրացնելու են մեկ այլ կարևոր ոլորտ, որը որ էլի մեր երկրին հարկեր է վճարում, էլի զարգացնում է մեր հասարակության տեխնոլոգիական ներուժը, բայց ուղիղ չի ծառայում մեր երկրի անվտանգությունը։ Դրանք մեր շատ հարգված կազմակերպություններն են, որոնք որ շատ կարևոր դեր են խաղում Հայաստանի տեխնոլոգիական շուկայում, բայց մեզ համար նախընտրելի է, ռազմավարական տեսանկյունից նախընտրելի է, որ այդ մարդիկ աշխատեն ոչ թե այդ ձեռնարկություններում, որտեղ այդ մարդկանց թիվը սահմանափակ է, այլ աշխատեն այն ձեռնարկություններում, որոնք որ ռազմավարական նշանակության պրոդուկտներ են ստեղծում եւ աշխատանք են կատարում, եւ որոնք ստեղծում են նաեւ ռազմավարական հիմքեր ապագայում ավելի մեծ արդյունաբերություն ունենալու համար։ Երկրորդ դիտարկումը, որ կուզեմ անել, դա հետեւյալն է, որ մենք ավելի քիչ պետք է օգտագործենք ռազմական արդյունաբերություն տերմինը եւ ավելի շատ պետք է օգտագործենք երկակի նշանակության արդյունաբերություն տերմինը։ Մանավանդ որ նույնիսկ ես կարող եմ ասել արդյունաբերություն տերմինը ընդհանրապես, որովհետև երկակի նշանակության տեխնոլոգիաների տեսակարար կշիռը տեխնոլոգիաների մեջ քանի գնում ավելի է մեծանում։ Այսինքն այսօր հասարակ արդյունքի արտադրության մեջ միայն, ասենք, 10-ից ավելի երկակի տեխնոլոգիա կա, կամ լվացքի մեքենայի, հա, ուր մնաց շատ ավելի բարդ սարքավորումների։ Այսինքն մենք պետք է խոսենք արդյունաբերության զարգացումից։ Սա նաև այլ նպատակ է հետապնդում, այն առումով, որ մենք դրանով նաև բացում ենք շուկաները մեզ համար, որովհետև ռազմաարդյունաբերական թիրախավորմամբ առևտուրը, ուրեմն մատակարարումներ գտնելը, ներմուծումներ անելը շատ ավելի բարդ է, քան թե ընդհանրապես արդյունաբերական թիրախավորմամբ այդ ամենը անելը։ Սկսած նրանից, որ ընդհանրապես այդ ոլորտի տրանզակցիաները գտնում են հատուկ ուշադրության ներքո եւ շատ դժվար է նույնիսկ մեր հայկական բանկերի համար այդ ոլորտում եւ բյուրոկրատիան ավելի մեծ է, որտեղ փողերի մեծ մասը ստացվում է միջազգային ֆինանսական կառույցներից եւ այլն, վերջացած նրանով, որ մենք շրջապատված ենք թշնամիներով եւ թշնամիները ուղիղ ճակատում եւ սահմանի վրա չէ միայն աշխատում եւ իրենք կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել եւ ստեղծում են տարբեր երկրներից խոշոր մատակարարներից այս ուղղությամբ ապրանքների մատակարարման համար։ Եվ սա համաշխարհային մեծ կոմերցիա է եւ այդտեղ շատ դժվար է խնդիրներ լուծել, եթե որևէ ձեռնարկություն ուղղակի ֆինանսապես շահագրգռված չի Հայաստանին ապրանք վաճառելու, թեկուզ այդ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով։ Սրա լուծումը սեփական արդյունաբերությունը զարգացնելն է։ Այսինքն ինչի մասին մենք ամենասկզբում խոսեցինք։ Դա դժվար է, դա շատ ծանր է։ Պետության աջակցությունը այդ ոնց կարելի է այսպես ընդհանրական ձևակերպումից այն կողմ պետական աջակցություն ՏՏ ոլորտին դա ոնց պետք է լինի կոնկրետ, այսինքն ես չգիտեմ հիմա ինչ պատվերներն իջեցվում, միգուցե գաղտնիության շղարշը մեծ է, այդքան չի էլ բացվում, նկատի ունեմ պետությունը պետք է գումար տա եւ խնդիր դնի, թե ոնց պետք է տեղ ունենա, որպեսզի այսպես ասենք նպաստ բաժանելու պես մի բան չլինի, հա, այսինքն մարդկանց աղքատացնելու տրամաբանության փող չտա նույն այդ ձեռնարկություններն, այլ տրվի աշխատանքի եւ արդյունքի դիմաց։ Իմ տեսակետը այնպես է, որ վերջին տարիներին ռազմավարության ոլորտի ձեռնարկությունների եւ պետության փոխհարաբերությունները ծավալային տեսանկյունից էապես փոխվել են։ Մշակութային տեսանկյունից դեռևս փոփոխության կարիք կա, որովհետև այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ այս կողմից եւ այն կողմից նույն մարդիկ են աշխատում եւ դեռևս կոմունիկացիայի լուրջ խնդիրներ կան։ Իսկ կոմունիկացիայի խնդիրները առաջանում են, երբ որ երկու կողմը նույն լեզվով չի խոսում։ Եվ դրա համար անհրաժեշտ է միջնորդներ եւ այդ դերը կարող է խաղալ օրինակ եւ խաղում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, ռազմաարդյունաբերության կոմիտեի միջոցով եւ այլն, որոնք որ կարող են այս երկու կողմի հետ խոսել իրենց լեզվով։ Հա եւ սա նորմալ է, դա աշխարհում է ընդհանրապես այդպես։ Կարևոր չի զենք ես վաճառում, թե ինչ ես վաճառում, դու պետք է կարողանաս քո հաճախորդի հետ նույն լեզվով խոսել։ Եվ սա ինչ որ դեռ process պիտի տանի, եթե մենք նայենք թվային տվյալներին, որոնք բաց են եւ դուք եք տիրապետում այդ տվյալներին, փոփոխությունը էական է։ Եթե մենք նայենք բյուրոկրատիային,
կան փոփոխություններ։ Եթե մենք նայենք այդ կոմունիկացիային, էլի կան փոփոխություններ, բայց դեռ շատ հեռու է, որ այն լինի խթանող, այսպես ասենք։ Այսինքն այլ բան է, որ մենք օրինակ դու ստանում ես պատվեր եւ ինչ որ աշխատանք ես կատարում, այլ բան է, որ այդ հարաբերությունը այնպեսին է, որ դու անընդհատ խթանում ես եւ անընդհատ զարգացնում ես քո հնարավորությունները։ Իսկ այդտեղ ոչ միայն ուղղակի էմոցիոնալ ֆոնն է, որը հիմնականում իշխում է եւ որը հիմնականում հայրենասիրության վրա դրված չլինի, էլի դա հիմնականում այն ուրեմն որի շնորհիվ է հիմնականում վերջին տարիներին գոյատևել, ասինքն անկախության տարիներին գոյատևել ռազմամասշտաբերությունը, այլ պետք է լինի նաև պետք է լինեն ֆինանսական խթաններ, պետք է լինեն տարբեր մեխանիզմներ, չգիտեմ, տարբեր կարգի խթաններ կարող են դրանք լինել։ Գիտեք, օրինակ վերջերս ես անցած տարի կարծեմ Լեհաստանում էի ռազմամասշտաբերական ցուցահանդեսին եւ Լեհաստանը ամեն օր ցուցահանդեսի ժամանակ կազմակերպում է հատուկ ֆորում, որտեղ որ հատուկ նշում է եւ բարձրաձայնում է իր ռազմամասշտաբերության ոլորտի ձեռնարկություններին եւ լավագույն հաջողությունները ովքեր ունեցել են խրախուսում է, այսինքն բանով շքանշանից մինչև տարբեր տիպի խրախուսման մեթոդներ։ Կարող է որոշ առումով սա շատ էական չթվալ եւ այլն, բայց դա շատ կարեւոր է։ Առ այսօր այդ մարդիկ հիմնականում հանդիպում են ուրեմն ինչ որ փակ հանդիպումների ժամանակ եւ աղերսվում են պետության հետ հիմնականում այդպիսի միջոցառումներում, հիմնականում բանավեճերի մթնոլորտում, որոշ դեպքերում շատ ավելի սուր եւ մեծ մասամբ շատ ավելի սուր, շատ դեպքերում շատ ընկճված, որովհետեւ չեն կարողանում ամեն ինչ ամբողջությամբ ասել եւ շատ դեպքերում շատ վրթոված են դուրս գալիս այդ հանդիպումներից, որովհետև մինչև վերջ չեն կարողանում իրենց ասելիքը ասել, որովհետև չհասկացված շատ դեպքերում է։ Ես նորից եմ կրկնում, որ սա օբյեկտիվ process է եւ սա անընդհատ պիտի փոխվի, ամեն հաջորդ անգամ պետք է ավելի լավ լինի։ Բայց տեսեք, Լեհաստանի այդ մի օրինակ է ես բերեմ, որ սա շատ գեղեցիկ բանը վարկագիծ է պետության կողմից գնահատելու, խոսելու դրա մասին, վերջապես մի միջոցառում էլ ոչ թե լինի բանավեճ, ոչ թե լինի էլի նրա մասին, որ իրար չեն հասկանում, հա, այլ լինի ուրիշ բանի մասին, որ մենք ունենք այս հաջողությունները, մենք արձանագրել ենք դա, այս ընկերությունը, այս մասնագետը, այս ինժեները, ես իսկապես տպավորված էի այդ առումով եւ այն որ Լեհաստանը այսօր համարվում է Եվրոպայի ամենազարգացող ռազմամասշտաբերական երկրներից մեկը, եթե ոչ թիվ մեկը, իհարկե ես Թուրքիայի մասին արդեն ասացի, Եվրոմիության լավ այդպես ասեմ, դրա պատճառներից մեկը նաև այս soft, այսպես ասած, փափուկ մեթոդներն են, որը պետք է կիրառել, իսկ եթե ավելի լրջացնենք թեման, դա հետևյալն է, որ մեր պետության հնարավորությունները անսահմանափակ չեն եւ որևէ պետության հնարավորությունները անսահմանափակ չեն։ Բայց պետք է հասկանանք, որ այս ոլորտում ցանկացած ներդրում եւ ինչի մասին որ մենք հիմա խոսում ենք, դա մենք խոսում ենք ներդրման մասին։ Մենք չենք խոսում ծախսի մասին։ Այս երկու տերմինները ունեն մեծ տարբերություններ։ Եվ այդ տարբերությունով պետք է պայմանավորված լինի նաև այն ռեժիմները, գնումների ռեժիմը, հարկային ռեժիմը, հասկանում եք, չի կարելի ինչքան էլ երկրի համար կարևոր նշանակություն ունի, բայց ճանապարհ շարքելու գնման ռեժիմը հավասարեցնել ստրատեգիական խնդիր լուծելու գնման ռեժիմի հետ։ Եվ այդ փողը նա էլ համարել ծախս, սա էլ համարել, սա ներդրում է, որը որ երկարաժամկետ է եւ 10 տարի հետո ավելի մեծ էֆեկտ է տալու, 20 տարի հետո շատ ավելի մեծ էֆեկտ է տալու։ Այն մի լուման, մի դրամը, որը այսօր մենք ծախսում ենք այդ ոլորտի համար, այս տրամադրությունը դեռևս չեն կզգում։ Եվ այս առումով պետք է գնալ շատ ավելի խորը ներդրումների, բացի օպերատիվ ներդրումներից, որը այսօր իրականացվում է մեր երկրում այս ոլորտում, պետք է գնալ ռազմավարական ներդրումներ։ Ուր են մեր խոշոր արդյունաբերական կենտրոնները, ազատ տնտեսական գոտիները այս առումով, որոնք որ կձգեն, կքաշեն այդ ոլորտի ձեռնարկությունների, ժամանակին մենք այդպիսին եղանք հիմնականում ծրագրային ապահովման որոշ դեպքերում նաև գիտահետազոտական ծրագրերի համար եւ այսօր ունենք խաղացողներ Հայաստանում, խոշոր է թվում միջազգային, ինչի, որովհետեւ դա մեծ ենթակառուցվածքային միջավայր չի պահանջում։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, դա պահանջում է ենթակառուցվածքային միջավայր։ Դրա ծախսերը շատ ավելի մեծ են։ Ես կարծում եմ Հայաստանի ապագան եւ ինչի եմ նաև շեշտում 5-րդ սերունդի արդյունաբերությունը, Հայաստանի ապագան ավելի բարձրաժեք
ավելի ոչ մասսայական արդյունաբերությունն է, որը անհրաժեշտ է եւ Հայաստանի Հանրապետությանը իր տարբեր խնդիրներ լուծելու համար, եւ տարածաշրջանին, եւ աշխարհին ընդհանրապես։ Եվ ռազմարդյունաբերության մասին խոսելուց պետք է հասկանանք, պետք է դիտարկենք նաեւ այն խոշոր պահանջարկը, որ այսօր աշխարհը ունի ընդհանրապես։ Այ հայկական ՏՏ ընկերությունները կարող են ստեղծում են այնպիսի ապրանքներ, որի գնման համար մրցակցություն լինի։ Ընդ որում ես նկատի ունեմ եկեք ռազմարդյունաբերության ոլորտում մնանք, որովհետև յուրաքանչյուր պետություն, նույն Թուրքիայի անունը որ տվեցիք, հայտնի անունով անօթաչուներ ստեղծել եւ մեր պատերազմից հետո դա իրականում ինչքան մեր ողբերգություններ, այնքան էլ այդ զինատեսակի գովազդներ այդ պատերազմը եւ կարելի ասել հաջողված գովազդը, եթե մի քիչ սառը դատենք, այսինքն ստեղծել թեկուս արհեստական բանականությամբ պլյուս ռազմական նշանակության արտադրանք, որի համար հերթ կկանգնեն պետությունները, երկրները, մենք կարող ենք նման խնդիր ձևակերպել, այսինքն այս աշխարհում ինչ որ մի բան մեզնից կախված լինի, հասկանում եք, այ կարևորության աստիճանը մենք կարող ենք այդպիսի նպատակ սպասարկել մեր ինտելեկտով, մեր պետության, մեր ընկերությունների գործակցությամբ, ինչ եք դուք տեսնում։ Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները արդեն ունեն միջազգային կարգի պրոդուկտներ, որոնք որ կարող են վաճառվել աշխարհի ցանկացած երկրում։ Ռազմարդյունաբերական պրոդուկցիա վաճառելը ինքը ունի իր տարբեր ռեժիմները։ Ասենք օրինակ, եթե Եվրոմիության որևէ երկրի դու վաճառում ես նմանատիպ տեխնիկա կամ ծառայություն կամ լուծում, այսպես ասենք, հա, որտեղ հնարավոր է դա ծրագրային միջոց լինի, դու պետք է սերտիֆիկացվես։ Այսինքն մեր երկրում նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը վաճառելու համար առնվազն 1 տարվա պրոցեդուրա է, փորձարկումները եւ այլն, որպեսզի դու կարողանաս իրավասու լինել այդ ապրանքը վաճառելու։ Դե պատկերացրեք ինչպիսի բյուրոկրատիա է անհրաժեշտ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Եվրոմիությունում այդ ապրանքը վաճառելու համար։ Մեր ձեռնարկությունները ցավոք սրտի շատ փոքր կարողություններ ունեն այդ բյուրոկրատիայի միջով անցնելու։ Այնքան փոքր, ավելի մեծ կարողություններ ունեն, այսինքն ավելի շատ ինժեներական կարողություն ունեն, քան ադմինիստրատիվ, որպեսզի կարողանան գնան եւ այդ բյուրոկրատիայի միջով անցնել։ Եվ պատկերացնեք նաեւ, քանի որ դա մեծ մրցակցություն է, դրա միակ ճանապարհը դառնում է այն, որ գործակցություն կնքեն կամ գործընկերություն կնքեն եվրոպական տարբեր ձեռնարկությունների հետ եւ այդ ձեռնարկությունների միջոցով մտնեն։ Բայց դա շատ ռիսկային է, որովհետեւ առաջին դա շատ ռիսկային է, որովհետեւ այնտեղ IP խնդիրներ կան, այսինքն հեղինակային իրավունքի խնդիրներ կան եւ դա շատ դժվար է պահելը, որովհետեւ այդ ապրանքի միջև ընկերությունները հասնում են երկար գիտահետազոտական կամ հետազոտական խնդիրներ են լուծում եւ շատ դժվար է դա մտցնելը քո հաղթանակը պետք է կիսես։ Այո, դա պետք է կիսես ուրիշի հետ։ Երկրորդը դրանից Հայաստանի Հանրապետությունը շատ չի շահի։ Եվ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որպեսզի ստեղծվեն որոշակի մեխանիզմներ այդ սերտիֆիկացիոն process-ները անցնելու։ Վերջին շրջանում եղավ հայտարարություն, որ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում դրսի շուկա մտնելու ապրանքների նկատմամբ, բայց ցավոք սրտի, երբ որ մենք կարդում ենք, հասկանում ենք, որ դա ավելի շատ վերաբերվում է օրինակ վերամշակող արդյունաբերությանը եւ ավելի քիչ տեխնոլոգիական, որտեղ սա իր յուրահատկությունները եւ նրբությունները ունի։ Ես կարծում եմ, որ այստեղ աջակցության կարիք կա եւ պետք է ստեղծվեն պլատֆորմներ, որտեղ կլինի եւ պետությունը եւ առևտրաարդյունաբերական պալատները, օրինակ այդ երկրների, ընդ որում կան նաեւ մասնագիտացված ռազմարդյունաբերության ոլորտի, օրինակ Լեհաստանի ռազմարդյունաբերության ոլորտի առևտրաարդյունաբերական պալատ կամ Ֆրանսիայի եւ այլն, որոնց հետ համագործակցաբար պետք է փորձել այս աշխատանքներին օգնել այս ընկերությունների, որպեսզի մտնեն միջազգային շուկաներ։ Եվ բացի նրանից, որ սա այս ընկերությունների համար հաջողություն կլինի, դա շատ ոգևորիչ կլինի նաեւ այլ ընկերությունների համար, որտեղ այո, պետք է դիտարկենք, որ հայաստանյան շուկան եւ փոքր է եւ սահմանափակ է։ Չնայած մենք ունենք անսահմանափակ այսպիսի տեխնոլոգիաների կարիք, բայց այդ տեխնոլոգիաների մեջ կատարվում է նաեւ ընտրություն։ Ասենք, չգիտեմ, 7 ընկերություն զբաղվում է այդ տեխնոլոգիաներով, վերջապես որը կընտրի Հայաստանի Հանրապետությունը եւ ինչքան երկարաժամկետ այդ ընտրանքը կլինի։ Վերջապես տեխնոլոգիաներն էլ են փոխվում եւ կարող է 5 տարի հետո արդեն ուշ լինել։ Ասենք, որևէ ընկերություն ունի
որևէ տեխնոլոգիա, որը այսօր խիստ ակտուալ է աշխարհում եւ կարող է հազարներով կամ տասնյակ հազարներով վաճառել աշխարհին, բայց 5 տարի հետո կարող է այդ տեխնոլոգիան այլևս վաճառքի ենթակա չլինի։ Դրա համար շատ արագ պետք է օգնել իդենտիֆիկացնել այն ապրանքները, որ այսօր աշխարհում պահանջարկ կարող են ունենալ, շատ արագ ներդրումներ կատարել, որպեսզի օգնել այս ընկերություններին ադմինիստրատիվ առումով, մասնագիտական առումով, ֆինանսական առումով, որտեղ այդ լաբորատորիաներով բոլորը պիտի անցնեն, կենտրոնացված կարգով մեկ ինտերֆեյսով այդ խնդիրները կարողանալ լուծել, հնարավորություն տալ այս վաճառքը կատարելու, որպեսզի դրանից ստացված եկամուտները ընկերությունները օգտագործեն R&D-ի վրա նոր սերնդի տեխնոլոգիա ստեղծելու համար, որ 5 տարի հետո էլ իրենք մրցունակ լինեն եւ աշխարհին առաջարկելու բան ունենան, նոր ձեռնարկություններ ոգևորվեն դրանով եւ մտնեն շուկա, եւ այսպես շարունակ դա մի հատ արժեշղթա է, որը վերջը չունի արդեն, եւ դա կարող է բացել մի հսկայական շուկա 5 տարի հետո, շատ ավելի մեծ շուկա 15 տարի հետո։ Այսինքն երկարաժամկետ ներդրումներ անել, եթե ես վստահ եմ մեր հեռուստադիտողները հիմա ինձնից պահանջում են պարոն Չոբանյանին հարց տալ, արդյոք հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունները ունակ են կամ ստեղծում են կամ մտադիր են ստեղծել նաև արհեստական բանականությամբ հագեցած զենքեր հայաստանյան։ Մենք ունենք արդեն լուծումներ Հայաստանում, որոնք որ աշխատում են արհեստական բանականության հենքի վրա։ Զենքեր նկատի ունենք։ Այո, ռազմաաստանբերական լուծումներ։ Բնականաբար չմանրամասնելով, այո, որոշների մասին նույնիսկ երբ հրապարակային կարծեմ ինչ որ չափով խոսվել է եւ այլն, որը վերաբերվում է եւ անօդաչու թռչող սարքերին եւ տարբեր տեխնոլոգիաներին, եւ սա նշանակում է, որ առաջի քայլերը արված են, իսկ եթե առաջի քայլերը արված են, հաջորդը երկրորդ, երրորդ քայլն է լինելու արդեն։ Այսինքն մեր ընկերությունները աշխատում են այդ ուղղությամբ։ Սահմանային անվտանգության հարցն է եւ բավականին հաջողված են, երբ որ մենք համատական վերլուծություն ենք կատարում։ Այսօր կան բայց պետք է նաեւ արձանագրենք հետեւյալը, անպայման պետք է արձանագրենք, որ տեխնոլոգիական լուծումները գաղափարից են սկսում։ Եվ չպետք է նաեւ անտեսենք այն լուծումները, որոնք որ դեռևս գտնվում են գաղափարական փուլում։ Եվ պետք է շատ ակտիվ լինի այդ գիտահետազոտական փորձակորստրուկտուրական հարթակը կամ ինտերֆեյսը, որը ռազմաճյուղական կոմիտեն ունի, շատ ակտիվ պիտի լինի։ Եվ այս տրանսֆորմացիաների, որի մասին մենք խոսեցինք, տեխնոլոգիական ոլորտի տրանսֆորմացիաների ներքո ստեղծվեն նոր սերնդի կամ խթանվեն նոր սերնդի գիտահետազոտություն եւ փորձակոնստրուկտորություն, որպեսզի մի քանի տարի հետո, 5 տարի, 10 տարի հետո մենք ոչ միայն այսօրվա սերնդի տեխնոլոգիաները կարողանանք զարգացնենք եւ հասնենք ինչ-որ ավելի բարձր մակարդակի, այլև այսօրվանից աշխատենք 5-10 տարիների հետոյի տեխնոլոգիաների վրա, որպեսզի այն ժամանակ ոչ միայն հետ չմնանք, այլև գուցե նաեւ որոշակի ցածկ կատարենք այն իրավիճակում, որը որ ունենք այս հարաբերականության մեջ, աշխարհի տեխնոլոգիական հարաբերականության մեջ։ Այո, ԱԹՍ-ն եւ հայաստանյան արտադրության խնդիր պետք է դրվի ոչ միայն հետախուզական բնույթի աշխատանքներ կատարել, այլև հարվածային բնույթի, որովհետեւ Հայաստանը լոգիստիկայի խնդիր ունեցող երկիր է, մեր քարտեզը բացեն եւ նայենք, նույնիսկ պատերազմի ժամանակ ինքը շատ բարդ է աշխատում, այսինքն երկու կողմից դեռ շրջափակված ենք, հյուսիս-հարավ այդքան խոչընդոտներ լինում են, այսինքն ներսում ունենալ արդյունաբերություն, դա ուղղակի դիմակայունության թիվ 1 բանն է, հնարավորությունն է։ Այս իմաստով նման խնդիր դրվում է հարվածային ԱԹՍ-ների օրինակ։ Այո, նախ ունենք ընկերություններ, որոնք արդեն ունեն որոշակի փորձառություն սեփական անօդաչուները հավաքելու, հիմա պետքա դա տանել արդյունաբերական մակարդակի։ Էլի ԱԹՍ հարվածային բնույթի թե հետախուզական։ Եվ հարվածային եւ հետախուզական։ Դա պետք է տանել արդյունաբերական բնույթի, բայց խոսքը միայն ԱԹՍ-ների մասին չի, ընդհանրապես, այսինքն որ պրոցեսներ կան, որ դեռևս մեր մոտ իրականացվում են, այսպես ասենք, հատային կամ ոչ արդյունաբերական, ոչ հոսքագծային, այսպես ասենք, դեռ ուսումնասիրությունների չէ, արտադրվում են, բայց ոչ արդյունաբերական, ոչ զանգվածային, ոչ հոսքագծային եւ այլն, այսինքն պետք է ոչ թե արտադրել այդ պրոդուկտները, այլ պետք է արտադրել հոսքագծեր, որոնք կարտադրեն այդ պրոդուկտները, հա, այսպես որը որ կբերի եւ քանակական եւ որակական եւ քանակային եւ որակական եւ ստանդարտների, որը որ շատ կարեւոր է երկրի համար եւ իսկապես այդ միլիոնավոր թիվը ԱԹՍ-ների համար
դա մեզ համար պետք է լինի նպատակակետ, որովհետև 1 միլիոն ԱԹՍ արտադրել մեկ միլիոն եւ ավելի օրինակ, որովհետև հնարավոր ռիսկերին դիմագրավելու միակ եղանակը դա է եւ վերջապես մենք չենք մենակ այդ նպատակները մեր արժեվ դնում, իրենց արժեվ դնում են եւ իրականացնում են նաեւ այն երկրները, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար եւ որոշ դեպքերում իսկապես ռազմարտահայտության ոլորտը պետք է դիտարկել եւ այդ ոլորտի իմիջը պետք է դիտարկել զսպաշապիկ պատերազմների դեմ կանխարգելման առումով, այսինքն երբ որ երկիրը ունի այդ իմիջը եւ ունի նմանատիպ ձեռնարկություններ եւ ունի նմանատիպ պրոդուկտներ, բնականաբար դա ահազանգ է այն երկրների համար, ովքեր թշնամական նկարտումներ ունեն։ Եվ այս առումով պետք է հասկանանք, որ իսկապես ռազմարտահայտությունը ուղիղ անվտանգային ոլորտ է ոչ միայն Հայաստանի ռազմական ուժերին զենք եւ զինամթերքի մատակարարման առումով, այլև հենց այդ արդյունաբերության, գոյության, իր գոյությամբ է ինքը արդեն անվտանգային գործիք, այդ թվում պատերազմները զսպելու տեսանկյունից։ Եվ այս առումով աշխարհում կան, չէ, որոնք կարող են իրենց բարեկամ պետություններ, ասենք Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը կամ գործընկերությունը միայն վստահ կենացների եւ գեղեցիկ աչքերի փայլի վրա հիմնված չի։ Այսպես ասենք, կան պետություններ, որոնց շահերը ավելի են համընկնում մեր շահերի հետ եւ մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը տեխնոլոգի տրանսֆերի, տեխնոլոգիական փոխակերպումներից մինչև տարբեր մասնագիտական, գիտահետազոտական աջակցություններ։ Եվ վերջապես նաեւ երբ որ ես ասացի, որ մենք պետք է ավելի քիչ խոսենք ռազմարտահայտության մասին, ավելի շատ երկակի տեխնոլոգիաների կամ ընդհանրապես տեխնոլոգիաների մասին, եւ որովհետեւ այդ նույն թեկուս անօթաչուն, որ մենք օգտագործում ենք ռազմական նպատակով, կարող օգտագործվի գյուղատնտեսական նպատակով, այսօր փառքասով որ Հայաստանում արդեն զարգանում է այդ ուղղությունը եւ շատ գյուղատնտեսական լուծումներ, շատ ֆերմերներ օգտագործում են դրոնները, որպեսզի մոնիտորինգ անեն, չգիտեմ, սրսկեն իրենց իրենց դաշտերը եւ այլն։ Եվ սա հնարավորություն է տալիս նաև ավելի մեծ չափի ռեսուրսների, այսինքն հորիզոն 2020-ից սկսած, եւ որ եվրոպական խոշոր ֆոնդ է, որ գիտահետազոտության համար վերջացած այլ ֆոնդերով, որպեսզի մենք կարողանանք այս գիտահետազոտական ֆոնդերը օգտագործել տարբեր տեխնոլոգիաների զարգացման համար։ Եվ եթե մենք կարողանում ենք այդ ֆոնդերի միջոցով օրինակ աշխատել բուսականության հիվանդությունների իդենտիֆիկացման եւ այլնի վրա, այս նույն տեխնոլոգիաները կարելի է կիրառել նաեւ երկակի նշանակության տարբեր ապլիկեյշններում։ Այսինքն պետք է շատ խելացի գնալ այս ամեն ինչին։ Մենք երբեմն շատ կոշտ ենք անում, այսինքն հիմնականում շատ կոշտ ենք անում, պետք չի այդպես անել։ Պետք է խելացի գնալ, պետք է խորամանկ չեմ ուզում ասել, որովհետեւ դա խորամանկություն չի։ Մտածված պետք է անել, այո։ Պարտադիր չի, որ մենք մեր ունեցածը անընդհատ sense բացենք եւ պոպուլիզմի տեղ չի այսպես ուղղակի ցույց տալ։ Ընդհանրապես պետք չի ցույց տալ ոչինչ, պետք է աշխատել երկարաժամկետ նպատակների վրա, որտեղ ես համոզված եմ, որ կարճաժամկետ նպատակները մեր խնդիրների լուծումը չեն, դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Պարոն Չոբանյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հայկ Չոբանյանին։